Հայաստանի փափուկ ուժը։ Սա ինչի համար եմ ասում, պարզ է, որ ցանկացած պետություն, ցանկացած ժողովուրդ, առավել եւս մենք, որ թույլատրել ենք պատերազմից հետո, վերականգնման եւ հզորացման կարիք ունենք։ Հզորացումը պետության պարագայում կարող է լինել 3 տեսանկյունով, որն է դա։ Առաջինը ֆիզիկական ուժն է կամ ուրեմն կոշտ ուժը, երկրորդը ուրեմն դրա հետ միասին փափուկ ուժն է, դա տվյալ պետության, տվյալ ժողովրդի պատմության, մշակույթի գրավչությունն է։ Այն ուժն է, որը ստեղծվել է դարերի ընթացքում որպես համամարտկային նվաճում, որը հետաքրքիր է որպես քաղաքագրություն եւ մշակույթ այլ ժողովուրդների, եւ կա նաեւ խելացի ուժ կոչվածը, որը երկուսի զուգորդումն է։ Բայց ընդհանրապես պետք է նկատի ունենալ, որ ոչ պատերազմական վիճակում կամ խաղաղ վիճակում պետությունները լայնորեն օգտագործում են փափուկ ուժի պարագան, soft power անգլերենով, ասեմ նաև, ովքեր հետազոտական աշխատանք են կատարում, ենթադրում են, որ մեր ժողովրդի մեջ էլ կլինեն ոչ պոռոտախոս, ուրիշի չարդագրող, բայց ուրեմն քաղաքական գիտությանը հարազատ գիտնականներ, որոնք գիտնականի կոչումին հարազատ հետազոտական աշխատանքով կզբաղվեն, այդ պարագայի համար ասեմ, որ այս կոնցեպցիաները, որի մասին խոսեցի նախնական իմաստով, մշակել է Ջոզեֆ Նայ կրտսերը, աշխատանքները կան, ամերիկյան գիտնական է, ես առաջարկում եմ իշխանության ուժը կամ փափուկ ուժ աշխատանք անպայման կարդալ, վերլուծել, հասկանալ։ Հիմա ես նախաբանից հետո ուրեմն ներկայացնեմ հարցը ինչի մեջ է։ Մենք այս կամ այն կերպ ընտրություններն անցանք, այս կամ այն կերպ ազգային ժողովը ձևավորվել է, թե հետո գա ինչ ընթացք է լինելու, դժվար է կանխատեսել, չնայած իմ համար պարզ է, որովհետև ուրեմն պարզ է այն առումով, որ երկու բևեռ է, ըստ էության թիվը կարևոր չի, մեկը քաղաքացիական պայմանագիրն է որպես վարչապետին հենարան եւ հեղափոխության շարունակականություն, ինչպիսի որակ կունենա այդ հեղափոխության շարունակականությունը մենք կտեսնենք, մյուսը ռուսական ռևանշիզմն է։ Եվ ես աշխարհով մեկ դվել եմ, ուրեմն ասել եմ, բացատրել եմ նախկին ազգային ժողովի գումարումից մինչև այսօր հայերից պահանջում եմ, որ սրանց ռևանշիստ անվանել, բայց հայերի մեջ, մեր ժողովրդի մեջ քաղաքական կոչված շրջանակներում հատկապես հավանաբար ռևանշիստ ասածը ինքան էլ ձեռնտու չի, որովհետև դա կներկայանա սովորական մի ընդդիմություն, մինչդեռ ռևանշիզմը ուրեմն շատ հանգամանքների պատճառով նորից զբաղեցնում է ազգային ժողովի ընդդիմության տեղը։ Այդ իմաստով դուք կարող եք ընդունել, որ ազգային ժողովում ընդդիմություն կամ օպոզիցիա չունեք։ Մենք ունենք ռևանշիզմ, որոնց թվերը փոխվել են, որը գավառականը, տեղականը մի մասն է, մյուսը Լիզբոնից է, կայսրության մայրաքաղաքից, որը ուղիղ կառավարվելու է կասկած չունենաք Մարիա Զախարովայի կողմից, հեչ կասկած չունենաք։ Եվ այն խառնաշփոթը, որ թվում է, թե ուրեմն ռևանշիզմը ինչու չի ասում, ինչ է անելու, ասեմ ձեզ, բացատրությունը շատ պարզ է, որտեղ իրենք չգիտեն, թե այսօր Մարիա Զախարովան ինչ ախորժակով է քննելու, ինչ օյաղ է խմելու, ինչ կյանք է ունենալու եւ ինչ հրամաններ է իջեցնելու արդեպի գավառ իրենց պատկերացումով, բայց մեր հայրենիք։ Այնպես որ ռևանշիզմի գլխուղեղը Մոսկվայում է, մարմինն էստեղ է եւ ենթարկվելու են միանշանակ, այդ մնացածին կասկած չունենաք։ Իսկ Մոսկվայի նպատակ արդեն բարձ է, ամենից էս հասկանալի է Հայաստանում ճգնաժամը խորացնելն է եւ Հայաստանում պետականության կայացման արժեվ խնդիրներ առաջացնելը, եթե հնարավոր լինի պետականության լիկվիդացիան, բայց քանի որ Ռուսաստանը ինքը լիկվիդացվում է ընդհանուր զարգացման օրինաչափությունների եւ ուկրաինական բանակի հզոր
հարվածների շեշտակի հարվածների տակ, ուրեմն այդ լիկվիդացիայի խնդիրը Ռուսաստանին է վերաբերվում, մեզ մնում է առանց բախումների շարժվել, զարգանալ եւ այլն։ Հիմա դրա ինչ եմ ուզում ասեմ, բայց մեզ պետք է նաեւ զարգացման կոնցեպցիա, ոչ թե պետություն հենց այնպես, ինչպես որ եղել է, քաղաքականություն հենց այնպես, ինչպես որ եղել է, դրա հետ միասին վայրահաչություն, դգետների բամբասանք, չարախոսություն, դասալքություն, դավաճանություն եւ նման բաներ, ինչը որ մենք տեսել ենք խառնաշփոթ առաջացնելու նպատակով, նաեւ սեփական դգիտությունը ծածկելու, ինչպես ասում են, բեռը սեփական ուսերից ուրիշտեղ տեղափոխելու համար։ Հիմա այս հարցերում կարծում եմ, որ մենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության գործադիր կոմիտեն մտադիր է փորձել պարզություն մտցնել, դրա համար տեսեք ինչ եմ ասում։ Մենք պարտավոր ենք ունենալ զարգացման համապետական ծրագիր, որտեղ հստակ պիտի բացատրվի հայ ժողովրդին, որով թե Հայաստանն ուր է գնում եւ ինչ է ուզում, այսինքն որն է պետության կտրվածքով մեր ազգային քաղաքական իդեալը։ Մենք գտնում ենք, որ առաջագործությունն է եւ միանշանակ է։ Ինչու, որովհետեւ հայ ժողովուրդը թաքցնելու չի, աստվածաշնչյան ժողովուրդ է եւ նա մարդկության քաղաքակրթության ծննդատեղիում է, ինքը ծննդի ուրեմն տադմերերից մեկն է, հայության մասին է խոսքը։ Այս հարցը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության համար շատ բարձ է, բայց դա ընդհանուր փիլիսոփայական հարցի դրվածն է։ Դա պիտի կոնկրետանա քաղաքական համակարգի մեջ, դա պիտի կոնկրետանա տնտեսական բարեփոխումների խնդրի մեջ, դա պիտի կոնկրետանա կրթության, մշակույթի քաղաքակրթության զարգացման, ազգային անվտանգության, պետության ներքին եւ արտաքին հարաբերությունների կարգավորման պարագայը եւ այլն։ Ես սրանք ճյուղեր են, որոնց մասին քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը խոսել է, գրել է, բացատրել է եւ նորից շարունակում է։ Այս իմաստով ես կարող եմ ասել, առանց գլուխ գովելու հավակնության, Հայաստանում քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության հավասար այդ մտահոգությամբ ուժ չկա, որը անընդհատ առաջարկում է զարգացման կոնցեպցիա եւ այդ զարգացման կոնցեպցիան կոչվում է Հայաստանի քրիստոնեական ժողովրդավարության որպես մոդելային զարգացում տեսակետ եւ ապագայի ուրեմն լուսարձակ։ Այս իմաստով իհարկե ոչնչություններ են բոլոր նրանք, ովքեր խոսում են ուրեմն գաղափարի պակասության, տեսակետի չլնելու եւ այլն վերաբերյալ։ Ես չէ որ ձեզ պիտի ասեմ, բայց մեր հաղորդման մասնագետները կհիշեն, որ տասնյակ տարիներ կրեթե կարող եմ ասել, 7-8 տարի է ես դրա մասին խոսում եմ, ինչ կուսակցություն ստեղծել ենք բնականաբար կուսակցության անունից եւ թքած ունենալով շատերի վրա շարժվում ենք ոտի տակ տալով բոլոր նրանց, ովքեր ուրեմն փորձում են մտքի սեփական մառախուղը տարածել ուրեմն ուրիշ տեղեր իբր թե եւ այլն։ Հիմա բայց այս մասը թողենք առաջ, ուրեմն այս բոլորը բանը ուրեմն ասեմ, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը մարտահրավեր է նետում հայ քաղաքական շրջանակներին եւ քաղաքագիտական մտքին։ Մենք նախատեսում ենք ավելի հանգամանորեն կառաջարկենք ժամանակին հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսերին ընդհանուր քննարկում անել, քննարկման թեզիսները ժամանակին կհրատարակենք, կբաժանենք, հավանաբար նաև հրավերներ կուղարկենք Հայաստանի քրիստոնեական ժողովրդավարական կոնցեպցիան որպես Հայաստանի զարգացման ապագա, որպես առաջինը աշխարհում քրիստոնեությունը պետական կրոն, այսինքն գաղափարախոսություն, փիլիսոփայություն առաջարկած ուրեմն արժեհամակարգի կուսակցություն եւ այլն։ Ուրեմն սա ժամանակին կանենք, այսօրվանից իմացեք, որ մենք այդ առաջարկն անում ենք, որպեսզի վայրահաչություններ, տգիտություն, որտեղ մարդը կներեք ինձ այդ բառերի համար, մարդու պիտի ուղեղ աշխատի, որ այս կանից հետո ինչ որ բաներ առաջ որոնի եւ ասի, որ դե բան չկա, բան ուղեղի մեջ չկա, գանգի մեջ չկա, որովհետեւ այդ գանգը դատարկ է, այդ գանգերը պետք է լցվի։ Ինչու եմ ասում, որովհետեւ մենք պետք է պատասխանատու ձևով հասկանանք մի բան,
որ մենք ուշանում ենք, բարեկամներ։ Մեզ աշխարհում ոչ մեկը չի սպասում, որ մենք զարգանանք, ուշանում ենք մեր միջավայրից։ Ադրբեջանի մասին չեմ ասում, այն հակամարտությունը, որ ներքին լարումը որ կա եւ ճնշման փորձեր Հայաստանի Հանրապետության մասին, սա չէ որ ես ձեզ պետք է բացատրեմ։ Թուրքիայի մասին խոսք չկա, թե նա ինչպիսի զարգացում ունի, ես մեր միջավայրն եմ ասում։ Իրանը տեսնում եք ինչպիսի հետևողականությամբ է իր ազգային շահերը պաշտպանում, Վրաստան եւ այլն, բայց նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում ուրեմն նոր ծիլել են հայտնվել եւ Հայաստանի տնտեսությունը որոշակի իմաստով շարժվել է, բայց այն տեմպերը, որ շարժվել է, մեզ բավարար չի, որովհետեւ տնտեսական, քաղաքական, մշակութային եւ այն այդ բաղադրիչները նորմալ զարգանան, Հայաստանում օլիգարխիան պիտի ոչնչանա։ Եթե ուզում եք իմանալ, ֆիզիկապես օլիգարխիան պիտի ոչնչանա, օլիգարխ պետության զարգացում ռուսական ագենտուրայի որոշ մասեր կամ պիտի խցեր մտներ մինչև վերջ, կամ պիտի արտաքսվեն սիկտիվկար, գնան Ռուսաստանը իրենց օլիգարխիան անեն, ինչպես պահանջում էր ժամանակին մեր մեծ հայրենակիցը Շարլ Ազնավուրը։ Ուրեմն սա պիտի նկատի ունենալ, մենք այս մասին ձեզ տեղյակ կպահենք։ Հիմա ասեմ, որ այս պահին մենք մի հրաշալի Հայաստանի Հանրապետության վայրերից մեկում ենք, վայքում ենք, մի պանդոկում, սուրճ ենք, այսպես ասած, խմում, այդ պանդոկն էլ ասում են, որ ուրեմն մենք մեր բառաբաշարի մեջ ճշգրտումներ մտցնենք, օբյեկտ, չգիտեմ ինչ եւ այլն, պանդոկը հայերեն լավագույն բառ է եւ դա պիտի կիրառվի, այո, կարող եք այդ օբյեկտի փոխարեն այդ բառն օգտագործել, մենք պիտի հայանանք բոլոր իմաստներով, ազգային մտածողության վերականգնվենք, բառամթերքով, բառաբաշարով եւ այլն։ Ուզում եմ ասել, որ եւ այստեղ մենք հարավհյուսիս ճանապարհի կողքին ենք, որին ժամանակին քրիստոնյա ժողովրդավարական գուսակցություն անվանել է կյանքի ճանապարհ, սա այն ճանապարհն է, որ մի թևով ձգվում է Երևանով դեպի Սևծով, դեպի Ռուսաստան եւ այսպես այլուր, իսկ մյուս թևով ձգվում է Երևանից դեպի Բանդար Աբբաս եւ Չաբահարի նավահանգիստ։ Ես ասեմ Իրանի վերաբերյալ իմ նկատառումը, վաղ թե ուշ Միացյալ Նահանգները եւ Իրանը կգան կոնսենսուսի, Իրանը կլինի շատ ավելի մտահոգ Հայաստանի Հանրապետության հետ զարգացման հարաբերություններում եւ կարծում եմ, որ այս ճանապարհի անվտանգության եւ դեպի Չաբահար շարժը կլինի եւ Հայաստանը կդառնա վստահաբար, ասում եմ հատուկ ռուսական շպիոնների եւ ապուշների համար, որտեղ պատասխաններ լինում են։ Ուրեմն Հայաստանը կլինի օվկիանոսային ուրեմն պետություն, Չաբահարի նավահանգիստը որպես այդպիսի նավահանգիստ։ Ուրեմն հիմա շատ հաճելի մի բան ասեմ ձեզ, որ այսօր մենք ընկերներով մեր Դավիթի հետ եղել ենք ուրեմն Տաթև Որոդնավանք այս հատվածում, նկատի ունեմ Գորիսի այս ճանապարհը, կյանքի ճանապարհով եւ ճանապարհային երթևեկության բավականին աշխուժություն կա, հատկապես ֆուրերի թիվն է, որ մեզ հետաքրքրում է, եթե գիտեք, այդ ֆուրերի թիվը շատանում է, ուրեմն տնտեսական աշխուժություն կա Իրանի հետ, հատկապես առևտուր եւ այլն։ Ուրեմն շատ լավ է, բայց կրկնեմ, որ այդ առումով դա նաեւ քիչ է եղած, ինքը լավ է, որ բարելավվում է, բայց տեմպերը, որ դանդաղ են, քիչ է։ Նաեւ մի բան ասեմ, մենք եղանք բնականաբար նաեւ չեմ կարծում, թե նորմալ հայ լինի եւ չայցելի Տաթևի վանական համալիր, եղանք Որոդնավանքում, այսինքն ամենտեղ, ինչ որ եթե գործարան ունենայինք, վստահաբար գործարան կմտնեինք, դժբախտաբար մեզ գործարաններ չունենք, ամբողջը սպասարկում է, ամբողջը եթե կանել մենք մեզ համար է անհայտություն տա, ուրեմն բոլոր դեպքերում ինչ ասեմ, ամեն ինչը լավ է, տուրիզմը ասում են զբոսաշրջությունը այս տարի շատ ավելի լավ է, բայց ասեմ, որ դա շատ քիչ է, երկիրը անխնամ է, ճանապարհներն այո ասֆալտապատ են, փոսերը չկան, նախկին Սերժի ու Ռոբերտի անդունները ճանապարհի վրա չեն եւ Լևոն Տեր-Պետրոսյանի խավարի տարիները չեն այլևս, բայց դա քիչ է, ինչու որտեվ մնացած առումով ուրեմն կարծես թե անխնամ երկիր է
ճանապարհների կողքը եւ այլն կոնկրետ ասեմ, ես կարծում եմ, որ Տաթևի վանական համալիրը, որ այդքան ժողովուրդ ընդունում, կարելի է բարեկարգել, մաքրել եւ այլն, խայտարակություն է։ Միջնադարյան համալիրը չի նշանակում պիտի անպայմանորեն փոշու մեջ կորած մի տեղ լինի։ Սա ես կաթողիկոս կոչվածի խնդիրն է, բայց ես հույս չունեմ, որ Մոսկվայի ռեզիդենտը կզբաղվի այդ հարցերով, դա բացառված է։ Երևում է, որ չէ, եւ այս հարցը իշխանության ուշադրությանն եմ ուրեմն բերում, որ կաթողիկոս կոչվածի հարցը անպայման պիտի լուծվի եւ հայոց ուրեմն Հայաստանի ցառաքելական եկեղեցին առաջին հերթին պետք է ծառայի Հայաստանին եւ հայ ժողովրդին եւ պետական կառույցի մեջ լինի իր արժանավուն տեղով, ոչ թե պետությունից վերև օտարի շահերը պաշտպանող անհատ զբաղմունքով մարդկանց խումբ։ Ուրեմն սա անպայման, պիտի այս հարցը լուծվի անպայման եւ երկրորդը խոսքը որոտնավանքի մասին է։ Զբոսաշրջություն կազմակերպող կազմակերպություններին ասել, որ ընկերներ, բարեկամներ, հարազատներ, այդ կառույցը ինքը չափազանց կարևոր կառույց է, ասեմ, եթե ուրեմն Տաթևի վանքը կապված է Գրիգոր Տաթևացու անվան հետ, Որոտնեցու անվան հետ է կապված, ընդ որում Որոտնեցին Գրիգոր Տաթևացու ուսուցիչն էր, ուսուցչապետը։ Ուրեմն ինչու այնտեղ զբոսաշրջիկները ուրեմն տեղ չունեն կանգնելու, Որոտնավանքում ոչ մեկը չկար, որ մենք տեսանք։ Եվ այդ վերանորոգումները ատկատյան պետք է շատ արագացնել, հերիք է, ամիսներով քարերը նույն տեղում, փոշի նույն տեղը իբր վերանորոգում են։ Ես վստահ եմ, որ սա Սերժի ժամանակից այդ չեք հավատում իրեն հարցրեք ատկատի լավագույն վարպետի։ Այդ ատկատ կամ որ քարը մեկը դրված է, մյուսը հələ երբ պետք է դնեն ոչ մեկը չգիտի։ Այդ բոլորը պետք է լինի եւ զբոսաշրջությունը գիտեք որ եկամուտներ բերող բան է եւ այդ ինչպես որ մեր Դավիթն էր ասում լոռու բարեկեցությունը զբոսաշրջության համար պայմանների հարմարվետությունը պետք է Սյունիք տեղափոխվի։ Սյունիքի համար համաշխարհային մրցույթ է, դուք գիտեք, մեզ գետինը պետք է մտնենք, ով ելավ Սյունիքի պատկանելության հարցն է քննում, ինչու։ Գնացեք Սյունիք, տեսեք ինչ կյանք կա, մարդ կա, չկա, քանի հոգի են գյուղերում, փողոցներում քանի մարդ է շարժվում, փողոցները կարգի են, կարգի չեն, բասակ բան չի շատ արագ Երևանը պիտի բեռնատապել, հարկելել եւ տեղափոխել կյանքը մարզեր, հատկապես Սյունիքի ուղղությունը նկատի ունեմ եւ այսպես մի համեմատություն էլ ասեմ, ես հիշում եմ մի ժամանակ այսօրվա թվերին չեմ տիրապետում, բայց դա այսօրվա թիվը կարևոր չի, մի ժամանակ կար եւ Իսրայելը իր տնտեսական եւ այլ հզորությունը ձեզ հայտնի է, բայց ասեմ, որ զբոսաշրջությունից տարեկան մենակ 5 միլիարդ դոլարի պետական բյուջե մտնող եկամուտ ուներ։ Հիմա թող 5 միլիարդ չլինի, բայց 1 միլիարդ լինի։ Այս բոլորը ամառը իր ուժի մեջ է, մենք ունենք հրաշալի վայրեր, բայց այդ բոլորը պետք է խնամված լինի։ Այսօր ես պատկերացնում եմ, թե Հայաստանում մարդիկ քափու քրտինք մտած, քրտինքը աչքերից կաթելով Երևանում հատկապես պետք է աշխատեն, ստեղծեն, բայց այդպես է թե չէ։ Այս հորանջելը դանդաղ ես ում սпасելը նայեցեք մեզ տանում է բոլորովին ուրիշ տեղ եւ դժվար վերականգնվեն։ Չի երկարացնեմ, ուրեմն մենք ուրեմն այդ ասում եմ եւ այն վերջինն էլ ասեմ, այդ ընտրությունների համակարգը պետք է փոխվի։ Եթե մնալու է նույն համակարգը, ուրեմն հաջորդ ընտրությունները նորից լինելու է Հայաստանի պետության համար պայքարողների եւ ռուսական ագենտուրայի, որի թիկունքում ռուսներն են եւ այլն։ Իհարկե, եթե Ռուսաստան չմնա, վախենում եմ Ռուսաստան չմնա, դրանց թիկունքը Մոնղոլիան դառնա։ Ուրեմն էլի նորից ռևանշիստների եւ այլնի պայքարի դեպքում ապուշ լինել պետք չի որ կրկնել երրորդ ուժերը, որովհետեւ ոնց կայանան, եթե այնտեղ Մագադանից ուրեմն գողական փողերը թափված են, են մնացածը եւ այլն ինչ որ գիտեք, դրանց մասին մենք հանգամանորեն կխոսենք։ Ուրեմն իսկ իմ առաջարկ ուժի մեջ է մտնում, ժամանակին սեպտեմբերին երևի մենք այդ բոլորը կտարածենք, հոկտեմբերի երկրորդ կեսերին կազմակերպելու ենք քրիստոնյա ժողովրդավարական ուրեմն
կոնցեպցիան որպես Հայաստանի ապագա քննարկում է լինելու տնտեսական բոլոր ոլորտներ վերաբերել կառաջարկենք ով որ կմասնակցի թե չէ ապուշին ավանագի նման պետք չի ելնել ասեք թե զարգացման չկա զարգացմանը նախ մարդը եթե ուզում է որ պիտի հասկանա ինչ է զարգացում ինչ է տեսություն ինչ է պրակտիկա որից հետո ասի որ կա կամ չկա կա քրիստոնյա ժողովրդավարական գուսակցությունը ցես կա պայքարի է կոչում տեսության մեջ քաղաքականության մեջ բարեկիր տեսպես ասած եւ մերժում ռսաստրգությանը օլիգարխիային եւ ռևանշիզմին այս բոլորը պետք է հարցերը լուծվեն ստեսություն ցես կարծում եմ բոլորդ էլ լավ եք ամառվա շոկը թող ձեզ ողջևորի որ այս կրակոտ Հայաստանում պայքար լինի կրակոտ պայքար երկրի վերականգնման հզորացման համար արժանապատիվ ապրել է պետք էլի ցեղասպանված ուրեմն գաղթական չեմ իմանում ինչ է արդեն զալա է գնում իսկ դրա պատկերը կարող է փոխել միայն Հայաստանի ուրեմն փափուկ ուժի ներկայացումը նրա այդ հմայքի բարձրացումը դրա համար մենք առիթ շատ ունենք եւ մեր հմայքի պետության եւ ժողովրդի հմայքը չափազանց մեծ է մեր մշակույթի քաղաքական նվաճումների հմայիչ ուժը այսպես ասեմ ինչ է փափուկ ուժը հմայքն է պետության ժողովրդի եւ անան իսկ դա ինչպես կարելի է պատկերացնել կարծում եմ յուրաքանչյուրը Ջոկոնտայի նկարը տեսել եք ջահել ժամանակ եւ պատանի ժամանակ հետո ահեղ ժամանակ եւ այլն եւ յուրաքանչյուր յուրատեսակ սիրարված եք եղել մնում եք Մոնալիզային կամ Ջոկոնտային դա հմայքն է հասկանում եք որից փոխվել չեք կարողանում մեր երկիրն այդպիսի հմայչ երկիր է այդ հմայքը մենք պետք է բացատրենք առաջինը մեզ համար մեր երիտասարդության համար մեր պատանիների մեր ծերունիների եւ երկրորդ օտարների համար ստեսություն ձեզ կհանդիպենք այլ հաղորդումներում որ կշարունակենք ձեզ հետ հանդիպել